2015 թվականին լուրջ աշխատանքներ տարան ուժեղացման հետ կապված, որովհետև արդեն 2005 թվականի ժամանակ նկատվեցին հիմնական նյութերի մասում արդեն քարերի մեջ ճաքեր կային, բավականին լուրջ, եւ այդ հանձնաժողովը, որը եկել էր ուսումնասիրության, հենց իրենց աչքի առաջ մի քար պոկվեց ու ընկավ։ Իրենց աչքի առաջ, բարձունքից։ Եվ դա շատ հետաքրքիր էր եւ արդեն խոսում են նրա մասին, որ ինքը կառույց ուզեց մեզ ցույց տալ, որ ինչ որտեղ վնասված է եւ պետք է օգնել, որպեսզի ամրակայել եւ այլն։ Մենք քարերը իհարկե տեղադրեցինք, կպցրեցինք ինչ որ ձևի եւ արդեն երևում էին հետքերը ջրերի ներծծման, որտեվ ոչ մի անգամ մինչև 2005 թվականը դեռ մակերեսները ջրանթափանց նյութերով չէին պատվել։ Առաջի անգամ պատվեցին, ըստ երևույթին դա առաջի փորձն էր, լավ չավարտվեց, որտեվ 5 տարի հետո նույն բանը, 10 տարի հետո նույն բանը նկատվեց։ 10 տարի հետո ավելի մեծ աշխատանք տարան բոլոր կարանների հետ, որոշ քարեր արդեն շարժվել էին կողքերից, շատ քարեր ճաքել էին, սկսել էր քայքայվել ներսի բազալտները, մույթերի բազալտները, եւ նորից այդ նույն աշխատանքները արվեցին 2015 թվականին, ջրանթափանցությունը բետոնի շատ նուրբ աշխատանք է եւ բարդ աշխատանք է եւ տևում է 5-ից 10 տարի, այսինքն 10 տարին դա լավագույն տարբերակն է, 5 տարին դա նվազագույն տարբերակն է, որը պետք է 5 տարի մեկ այդ գործընթացը անել։ Եթե չես անում, դա շարունակում է քայքայվել։